Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս իրենք էլ են մեր գումարներից աշխատավարձ ստանում, տեսնենք ոնց են մեր իրավունքները պաշտպանում, քանի ժամ հետո կպատասխանեն, թե ոչ։ Բարի երեկո ձեզ, Զարուհին է Փոստանջան անհանգստացնում։ Խոչընդոտվում է իմ որպես փաստաբանի եւ իմ վստահորդի որպես պաշտպան ներգրավելու իրավունքը։ Ես հիմա այս պահին Երևանի այս կենտրոնում գտնվող հակակոռուպցիոն կենտրոնի մոտ եմ, կոմիտեի մոտ։ Իմ պաշտպանյալս վստահորդս գրել է դիմում, որպեսզի ինձ ներգրավեն, այստեղ ոստիկանները ասում են մենք նման տեղեկություն չունենք եւ ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես ներգրավեմ քրեական վարույթով։ Որպես պաշտպան։ Ես մի հատ խոսում ու կապ հաստատած եմ։ Դե խնդրում եմ մի քիչ արագ, որովհետեւ ես տեղեկություններ ունեմ, որ իմ վստահորդս նաեւ առողջական խնդիր ունի, այստեղ նաեւ երկու անգամ շտապ օգնության մեքենա է եկել։ Ձեր վստահորդը ով է։ Վարդան Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետը։ Ասեմ ձեզ, որ նաև ինքը մահափորձի է ենթարկվել տարիներ առաջ եւ առողջական խնդիրներ ունի, մենք կասկածներ ունենք, որ իր նկատմամբ արկա է վատ վերաբերմունք։ Դուք այսօր որպես պաշտպան պետք է ներգրավեք։ Այո, որպես պաշտպան։ Թույլ չեն տալիս։ Այո, թույլ չեն տալիս։ Մարդիրավունքների պաշտպանի գրած թեժգիծներ։ Հիմա մի հատ զանգենք էսրանց։ Դե փորձեցի, հիմա տեսնենք մի հատ այս մյուս թեժգիծս, այս մյուսների այս հակակոռուպցիոնների թեժգիծը տենանք աշխատում է։ Այսինքն ասում եք քննիչից նման հրահանգ չունեք ձեզ ներս թողնելու։ Դե ասում են չէ, քննիչը տեղյակ չի։ Տեսեք, եթե իրենք արդեն իրենց գործողություններով նշում են, որ իրենք արդար չեն եւ օրինական չեն իրենց գործողությունները։ Եթե խնդիր ունեին առավոտվանից, հեչ պետք չէր, որ գային այդ գրավեին շենքը, այնտեղ վայրագություններ իրականացնեին, կոտրեին, ջարդեին, փչացնեին գույքը, այսինքն եթե անհրաժեշտ էր քննչական գործողություն կատարել, դրա համար կար օրենքով սահմանված կարգ։ Այդ կարգերը չեն պահպանել։ Հիմա եկել են այստեղ, բերել են ուշ ժամին, փաստորեն կարող ենք արձանագրել, որ առավոտվանից մինչև ուշ երեկո, ժամը քանիսն է հիմա, 8-ն է, այսինքն ուշ երեկո մարդիկ ոչ սնվել են, ոչ հանգստացել են, բայց եղել են այս բռնաճնշումների ներքո։ Հիմա ստե ինչ քննություն են անում հայտնի չէ, որովհետև որևիցե կերպ կարիք չկար այստեղ հիմա բերել, այսքան երկար պահել։ Եթե խնդիր ունեն մարդուն կալանքի տանելու, ապա դրա համար շատ արագ ամեն ինչ կարելի էր անել, որը մենք հասկանում ենք, որ խնդիրը իրենց այդտեղ չէ։ Խնդիրը հենց բռնաճնշում գործադրելու մեջ է։ Դե ակնհայտ երևում է։ Ու այս վերջերս անընդհատ մենք առնչվում ենք նման դեպքերի։ Այսինքն ակնհայտ է, որ ոչ թե իրենք վարույթ են իրականացնում, ինչ որ բան պետք է բացահայտեն, այլ ոչ, իրենք իրականացնում են բռնաճնշում, բռնաճնշման գործընթաց։